Լապարի երեգոց եզի Երնական աղուքով սկսի Օրտնյալ դեր մեր Իսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերգինս ես սուպ եղիցի անվկով Եղեսե արկայություն քո եղիցին գամ քո որպես հերգինս եվերվի Զհաց մեր հանաբազորդ դուն մեզ այսօր և թող մեզ զվարդիս մեր որպես և մեկ թող մերոց վարդավանած և մի տանիրս մեզ իր փորձություն, այլ պրդյազ մեզ իչարեն զիգոյ արկայություն և զորություն և հարկ հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն Կսպարիս խորհեր և խոսեր և գործեր առաջի քո ամենայն ժամ իչար խորհրդոց իպանից և իր գործոց պրդյազ մեզ և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս ամեն հրամեցեք Նախ բարի երեգոց եզի Քրիստոս արյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Սա չի նշանակել, որ ինչպես տասարան նստած կլանք, մեկ արավել երկու գնե երեք այդ որ մասին չէ խոսքը Այլ կնշանակե քրիստոնյա հավատացյալին համար հարության այս ավետիսը մնայուն պետք է լա յուրաքանչյուրի մտքի սրտի հոգիի վրա քրոշմված Որքան ալ եկեղեցական Ձիսական, արարողական, ժամանակակրական, ամսական, շաբաթական, դարեկան ինչպիսի թրության որ մեզի կներկայացվի, հարության տոնը, սակայն երբեք չի սահմանափակվի այդ բոլորի մեջ։ Որտեղ այդ իսկ է եւ այդ պետք է որը լա յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալին հիմքը, որու վրա կգառուցի հավատքի շենքը։ Եթե Պողոս Արաքյալը գսե Քրիստոսի հարության, եթե այդ հավատքը չունենք, իզուր է մեր քարոզությունը, իզուր է նաև ծեր ունեցած հավատքը, որովհետև այդ է որ ավետեցին, բարի լուրը դարածեցին աշակերտները, դակավին աշակերտներն առաջ յուղափեր գիները, որոնք կացին այցելելու Քրիստոսի թափուր քերեզման։ Առաջին ավետողները անոնք եղան երթալով աշակերտներուն ասելու համար թե մեր վարդապետը հոն չէ հարություն արա։ Եվ անիկա դեպավ իրենց հույսը կալիք բոլոր օրերուն։ Չնայած ինչպիսի վիճակներու մեջով անցան, չնայած ինչպիսի գացություններու թեմ հանդիման եղան, բայց Քրիստոսի հարությունը եկավ դալու իրենց այդ հույսը, որ կնշանակե այսօր երբ որ մենք զիրալ ողջակուրենք նույն հարության հույսով սպասումով ակնկալության, կնշանակե ոչ ոք կրնա մեզի հագարակ գենալ, ոչ հուրը, ոչ սուրը, մանավան այսօրվան աշխարհի թրված է, ուր իր տնտեսական, գիտական, քաղաքական, ընտանեկան, անհատական, փորձի այս կամ այն ծևերով, որ գուքան դեղադարապ անցրևի նման մեր վրա մտահոգություններ թափելու եւ ավելցնելու։ Բայց երբ որ մենք ունենք Քրիստոսի հարության այդ հույսը, Եվ այդ հույսով գվազենք կսե Պողոս Արաքյան, ալ ով գրնա մեզի հագարակ կենա։ Եվ ադոր համար գսեմ, Քրիստոս հարյավի մերելոց հասկացողությունը միայն ժամանակի համար չէ։ Ձիսական արարողական իմաստով այո միգուցե, մինչև անոր համբարձումը, կնշան 40 օրեր։ Բայց եթե երբեք հոն գավարդի Քրիստոսի հարության այդ հույսը, կնշանակի ամեն ինչ պիտի ավարտի։ Բայց անգեանտին երբ որ կշարունակվի կնշանակե այնպես ինչպես իր քալուստի սպասումով գաբրի յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալ իր քալուստի սպասումով գաբրի եկեղեցին երկրի վրա նաև այդ քալուստի սպասումը պայմանավորված է իր հարությամբ եթե հարություն հարած պիտի չլներ համբարձումը դեղի պիտի չունենար եւ իր երկրորդ քալուստը ընդհանրապես դեղի պիտի չունենար եւ անոր համար է որ նաև հրեշտակը գսե քալիլիացիներուն աշակերտներուն ով քալիլիացիներ ինչու այսպես կեցած երկին կնայիք Քրիստոսի համբարձման օրը, որտեղ այն Հիսուսը, որ իմացես մեկ առնվի գերտա, թարցիալ պիտի կա իր փառքով ամբերու վրա բազմած, որ կնշա իր երկրորդ քալուստը։ Կնշանակե մենք այդ սպասումով, այդ հույսով,
է որ գաբրինք ու պետք է որ ապրինք մանավանդ այս դժվարին օրերու մեջ։ Ասիկ եկեք այդ հույսի արտահայտություն եղող ունեցող շարականը, որ մենք այսօր ունենք, հույսի մեստուդեր, կավիչ հանցանացի մոց, մի անդեսարներ պխումն արդասպացի մոց, ողորմյա ինձ աստված։ Որտև այսօրվան շարականը նաև քիչ մի հետո երբ որ պիտի անդրադառնանք Սամոսին 80-րդ Սամոսին, նաև այս բառերը կան անոր մեջ։ Հույսի ասո ողորմությունը խնդրելու հանդեպ այն մեղավորության, որ ունի մարդ Արարած։ Հետևաբար եկեք այս հույսով նաև մեր աղոթքը բարձրացնենք եւ Աստծուց խնդրենք իր ողորմությունը։ Ու հույսիմ ես դու դեր քավի չանցանացի մոց մի ահանդես արներ սփխում նարդասվածի մոց ողորմյա ինձ աստված ու հույսիմ ես դու դեր քավի չանցանացի մոց մի ահանդես արներ սփխում նարդասվածի մոց ողորմյա ինձ աստված ու հույսիմ ես դու դեր քավի չանցանացի մոց մի ահանդես արներ սփխում նարդասվածի մոց ողորմյա ինձ աստված Հովիվ քաչ, հովիվ բարի եւ հավիտենական նայե եկեգուր օգնե քու բանավոր հոդիդ որ քու շուրջդ հավաքեցիր կտությանդ որովհետև քու թիմացդ կանգնած քու ողորմությանդ եւ կտությանդ կսպասենք դեր օրնե բոլորս իմաստնացուր լուսավորե եւ բոլորիս բարգեւե երկնքի արքայությունդ որովհետև դու ես կյանքի դերը ողորմած Աստված եւ քեզի կբայելեմ փառքը իշխանությունն ու բադիվը հավիտյանս ամեն Սուրբ Աստված Սուրբ Հզոր Սուրբ Եվանա որ հարյա Եվ ևս խաղաղությանս դեր աղաչեսու, վասն լսելի լինելով դյարն Աստուծո, ցայնի աղաչանած մերոց, բարեխոսության սուրբ Աստվածածնին եւ իջանելով վերամեր ողորմության եւ կտության դյարն Աստուծո, ամենագալ դեր Աստված մեր կեցոյի ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ով երտնավոր հայր, ունես մեր հույսը, ունես մեր ապավենը, Ունես մեր վստահությունը, որու է որ նաև մենք գհենինք եւ մեր սպասումն է, որ դու մեզ օգնես, մեզ բահես
այս դժվարին օրերուն մանավանդ, որոնց մասին սկիզբեն դու խոսեցար քո աշակերտներուց, պատրաստեցիր զիրենք, ու մանավանդ վստահեցուցիր, ասելով, թե մի վախնակ ես հաղթեցի աշխարհին։ Եթ այդ հաղթանակը ցույց տվիր քո հարությամբ, հաղթանակը չարին, հաղթանակը մահվան, հաղթանակը այդ սարսափ աղոթով պատճառով վիճակին, որում բարի լուրը ավելի սփոխանցեցին աշակերտները ամբողջ աշխարհին, ասելով Քրիստոս հարյա ի մերելոց։ Եվ այդ հարությանը հույսով նաև այսօր մենք կաբրինք իբրև քու բանավոր հոտդ, որում մեր ամբողջ հույսը քու վրատ, քեզ մենք խնդրենք, որ մեզ զորացնես, մեր հավատքի մեջ հաստատում բայես, որովհետեւ գարենանք մենք գալ այս դժվարին պայմաններու մեջ, նույն հույսով հավատքով ու մանավանդ սիրով, բարի պատերազմներու եւ այս ընթացքի իրավարտին հասնելու։ Այսօր կլսենք ամեն տեսակի լուրեր, որոնց մասին նաև դու խոսեցար անցյալի լսելով։ Շատեր պիտի մոլորեցնեն ձեզ, բայց դու ուշ եղեք եւ չմոլորիք։ Այսօր կլսենք շատ լուրեր, քաղաքական, տնտեսական, ընտանեկան, անհատական, առողջապահական, բոլոր տեսակի լուրեր, որոնք ոմանք ճշմարտությունը փոխանցող, իսկ ուրիշներ մոլորեցնող։ Եվ որովհետեւ նաև այդ մոլորության քիլը չինանք, մեր աղոտ խնդրանքն է, որ իմաստություն դաս մեզի։ Դաս մեզի քու Սուրբ Հոգի շնորհները, որովհետեւ գարենանք զանազանեն սուտը, գեղձիկը, ճշմարտությունը, որովհետեւ գարենանք զանազանել խավարը, լույսը, որովհետեւ գարենանք զանազանել չարը, բարիը։ Դուր մեզի Սուրբ Հոգի դա շնորհքը, որովհետեւ այս բոլորով նաև գարենանք մեր հավատքը բայել, որուն համար է որ նաև սիր քո աշակերտներուդ, թե մարդու որդին երբ որ կա, հավատ պիտի գտնե երկրի վրա կամ թե ոչ։ Անորամարալ մենք կաղոթենք, կխնդրենք քեզ մե, որ ավելցնես մեր հավատքը, հաստատում բայես մեր հավատքը, որպեսզի չմոլորենք, այլ մնանք ուղիղ, ուղղաբար, ուսուցման մեջ, քու ճամփուտ մեջ, քու լույսով լուսավորված, իմաստությամբ իմաստավորված, եւ դու մեզ առաջնորդե, որպեսզի մեզ հասցնես հոն ուր որ թունես, որովհետեւ այդպես է պատկամեցիր, հոն ուր որ ես եմ, հոն նաեւ պիտի ելա իմ պաշտոնյան։ Եթե մենք գտնունենք, թավանենք, որ քո աշակերտները դենք, քո պաշտոնյաները դենք, մեզ է այնպես, պատրաստ է այնպես, եւ մեզ առաջնորդել, որպես ելանքոն ուր որ թունես։ Այս արյթով գաղութենք կխնդրենք, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք աղոտ կխնդրեն առողջության, բժշկության, ընտանեկան համերաշխության, սերմիության, ճամփորդ թողնելու համար, երիտասարդներուն համար մանավանդ, իմաստությունը տուր, ու ողորմությունը ցույց տուր։ Քո աչքդ երկար է բժշկե, մանավանդ հոգիի բժշկություն, հոգիի բրգություն։ Նաև գաղութենք այսօրվան սերդողության եւ կխնդրենք, որ դու առաջնորդես մեզ իմաստություն դաս բոլորիս, խոսողին, լսողին, խոսողին շրտները թուն բանաս, լսողին ականջները թուն, որպես աստվածային պատգամները լսենք։ Եվ այդ պատգամները լսելով լեցվենք, մեր մեջ առնելով քու լույսդ, քու կաղցությունդ։ Հետո որ դուրս կանք վերականգնելու մեր դուները, այդ լույսով լուսավորվելու եւ լուսավորելու եւ այդ կաղցությամբ նաեւ կաղցրացնելու մեր շրջապատը։ Եվ քու ողորմությունը խնդրելով կսենք
Հարկ ու դանգաստուծով, որ մեզ մեր յուրաքանչյուր այստեղ հրավիրեց, մեզ առաջնորդեց, որպեսզի բամը կդրվին կարորիային և կարենանք լսել, գետրոնանալ Աստծո խոսքին, բայց փորձենք ադիգա անել անգեզսած այս ժամ կամ քիչ ավելի, որ մեզ այստեղ դրամատրված է, բամը կարենանք կդրվի արորիային, որովհետև ասեմ ձեզի ժամը հետո ետ կվերադառնանք արորիային։ Արորյան հոն է իր մտահոգություններով, Արորյան հոն է իր ծանրություններով, հետևաբար շատ չմտահոգենք, որ հետո ինչ ունենք, չէ, բայց փորձենք ընդհակառակը այս ժամը, այս մեկ ժամը կարենանք իրավես կետրոնանալ, մոռնալ բաղ ամեն ինչ եւ փորձել ուշի ուշով հետևիր այն խոսքին, որ մեզի կներկայացնի Ասավ։ Ասկարաջ մենք տեսանք, թե Սամոսներու մեջ տարբեր հեղինակներ կային, օրինակ Դավիթը, օրինակ Ասաֆը։ Եվ այս բարակային այս Սամոսը նաև Ասաֆի ժողովածուին քաղված Սամոսն է։ Եվ ինչպես անհատական, նույնպես նաև ազգի կյանքի հետ կապված Սամոսն է։ Այսինքն ինչպես անհատիմը հաջողության, հարորության, հանգիստի, նեղութենեն դուրս գալու Սամոսներ կան, նույնպես նաև ազգիմը համար աղոթք բարձրացած Սամոսներ կան։ Եվ այս բարակային Ասաֆը կարծեք ծևոմը կդառնա ներկայացուցիչը այդ ազգի։ Ասաֆը կարծեք կդառնա բահմա այդ խոսնակը այդ ազգի։ Եվ ինքզին կներկայացնի այնպես մը, որ իր աղոթքը չի բարձրացնել որպես անոնց համար, այլ այդ աղոթքը կբարձրացնի մեզի համար։ Այնպես այդ աղոթքը չի բարձրացնել Ասաֆը, սերոմ ես անոնց համար աղոթք կնեմ։ Այլ այդ աղոթքը կբարձրացնի ինքն ալ մեկ մասնիկը այդ ժողովրդին, ինքը նաև մեկ մասնիկը այդ ազգին։ Երբևիցե ինքզին անմասն չի նկատեր, սերոմար դես իմ բարակայիս ես Աստծո պատվիրանները կբանեմ, իմ բարակայիս ես Աստծո ճամփում մեջ դեմ, ժողովուրդն է որ Աստծո ճամփում մեջ չէ։ Հետևաբար ես այդ ժողովրդին համար աղոթք շատ ավելի կբարձրացնեմ, չէ։ Նույնպես նաև մենք կգարտանք Երեմիայի մարգարեության մեջ, նույնը մենք կգարտանք Դանիելի մարգարեության մեջ։ Երբ որ աղոթքը բարձրացնեին, իրենք զիրենք նաև նկատի կառնեին մեկ մասնիկը այդ ժողովրդին։ Այնպես չէին ներկայացնել, որ այդ ժողովուրդը ինքն է մեղավորը։ Չէ, կներկայացնեին որպես մենք ալ մեջը ըլլալով, ես անցս Դանիելը, ես անցս Երեմիան, ես անցս Ասաֆը, կամ ովքեր որոնք էին այդ աղոթքը կբարձրացնեին, նաև իրենք զիրենք նկատի առած էին այդ ամփոփին մեջ, եւ այդպես կներկայացնեին այդ աղոթքը։ Հետևաբար այս 80-րդ Սամոս ասկարաճ ալ մենք փորձեցինք տեսնել 78-79 Սամոսներն ալ դարձյալ ազգիմը վիճակի մասին էր որ կներկայացներ։ 80-րդ Սամոսն ալ դարձյալ մեկ տարբերակ մնե նաև այդ երևույթին։ Բայց հետաքրքրական է այսքան առաջացած են, թե ինչն է տարբերությունը, եթե եպեք նույն նյութն է խորքի մեջ, որ գարձարծվի, նույն նյութին է, որ կներկայացվի Աստծո։ Ժողովուրդը ընդհանուր պատկերը հետևյալն է, ժողովուրդը նեղության մեջ է, ժողովուրդը հալածանքի մեջ է, ժողովուրդը կգոդորվի, պատերազմ կա ժողովրդի գլխուն, եւ իրենք աղոթք կբարձրացնեն, եւ կարծեք այդ դրամատրությունը կստեղծվի, որ Աստված այդ աղոթքին պատասխան չի տա։ Եթե այսպես պիտի եզրակացնենք, պիտի տեսնենք այս է հասարակած քիծը ընդհանրապես վերջին այդ Սամոսներում, որ մենք փորձեցինք տեսնել։ Բայց ինչ կա այնտեղ յուրահատուկ երևույթներ կան, որոնք արիթ կտան մեզի մտածելու, թե ինչն է տարբերությունը այս Սամոսին, 80-րդ Սամոսին եւ 78-ին կամ 79-ին, որտեղ վերջ-վերջո նույն բանի մասին է որ կխոսվի։ Բայց չէ, այնտեղ նրբություններ կան։ Եվ հիմա պիտի փորձենք անդրադառնալ այդ նրբություններու մասին, որոնց համար է որ նաև եթե այստեղ արձանագրված են, ինչպես օրինակի համար վերջերս, երբ որ մենք ներկա եղանք խավարման գիշեր այդ արարողության Քրիստոսի չարչարանքներուն, այնտեղ ընթերցվեցան 7 ավետարաններ։ Հաջող լսած ենք այն երևույթի մասին, որ 7 նագխոսի նույն պատմությունը։ Ինչու մեկ հատ չգարտանք, որքան գխոսվի նույն պատմությունը, բայց ամեն մեկ պատմության մեջ նրբություն մգա։ Այնպես ինչպես նույնն է բարական նաև 4 ավետարանիչներուն, որովհետև վերջ-վերջո 4 ավետարանիչներն ագխոսին նույն Հիսուս Քրիստոսի մասին։
Բայց յուրաքանչյուրը ունի նաև իր յուրահատկությունը։ Միգուցե կա մեկ նախատասությունը, որ մտածել գուտա ինձի։ Մտածել գուտա այսօր մեզ մեր յուրաքանչյուրի։ Թե այդ նրբության մեջ ինչ կա, որ ես գրնամ քաղել, ես գրնամ փամ ավելի։ Այսպես ասած, գամ եթե սորվիլ է պետք, եւ գամ խորանալ է պետք իմ հավատքի կյանքից մեջ։ Ահա թե 80-րդ Սամոսին առաջին բարերը արդեն գուտա մեզ փնորոշելու, մեզ ցույց տալու, թե ինչն է անոր մեջ յուրահատկությունը։ Աստուծո նկատմամբ Աստուծո ճանաչումը, զասված ճանաչտան։ Զասված ճանաչտան։ Եվ երբ որ գսեմ զասված ճանաչտան, կնշանակի Աստուծո նկարագրային քիծերը ճանաչտան։ Որտեղ ոչ ոք կրնա զասված ճանաչտան։ Ոչ ոք կրնա զասված տեսնել։ Բայց ընդհանրակը Աստուծո փորձելագերբին մեջ, Աստուծո հարաբերության մեջ, Աստուծո կապվածության մեջ, փող հարաբերության մեջ է որ նաև ահավասիկ յուրահատկություններ դուրս կգան զասված ճանաչողության։ Եվ ինչն են այդ ճանաչողության մեջ, ինչն են այդ մասնիկները, որ գուքան մեզ է հավելյալ բանը փոխանցելու։ Աստուծո հովիվ ըլնալու հանգամանքը։ Աստուծո հովիվ ըլնալու հանգամանքը, որ մեզ գիշեցնե 23-րդ Սամոսը, Դավիթի գոմե, իբրև աղոտ բարձրացած։ Դերն է իմ հովիվս։ Դեր է, ճիշտ է, ասված է ամենագալ է, ամենագարող է, բայց նաև հովիվ է, հովիվի հատկություն ունի իր մեջը, և երբ որ հովիվ է, փոխադարձ հետևաբար ես ով եմ և ինչ եմ հարաբերաբար այդ հովիվին, նշանակե ես ալ իր հոդն եմ, եթե ինք իմ հովիվս է, եթե ինք մեր հովիվն է, հետևաբար նաև այսական ոչ թե զասված ճանաչումը գուտա, այն նաև ինքնա ճանաչումը գուտա մեզի։ Ոչ թե միայն զասված ճանաչնալ, այն նաև մեր անձերը ճանաչնալ հարաբերաբար իրեն։ Երբ որ մենք զինքը հայր կգոչենք, հետևաբար մենք ինչ ենք իրեն համար։ Եթե զինքը դեր կգոչենք, մենք ինչ ենք հարաբերաբար իրեն համար։ Տեսեք, ուրեմն երկու հասկացողության ճանաչումը երևույթը կբարձ է մեր առջև։ Զասված ճանաչնալ և զասված ճանաչնալու ինքնաճանաչում և կամ փոխադարձ ինքնաճանաչման մեջ զասված ճանաչնալու։ Եվ գսե ով տուն հովիվը քու ժողովուրդիդ ագանչտուր մեզի։ Քիչ աշխվա ասածս է, որ ասապ երբևիցե ինքզինք առանցին թուրս չի ներգայացնել այն մեզ մը, ագանչտուր այս ժողովուրդին, ընդհակարակը, ագանչտուր մեզի, հայր մեր հայրը, մենք բոլորով, որպես մենք ամբողջություն, որպես մենք կապվածություն, և հետևաբար ագանչտուր մեզի, թուն որ հովիվն ես, և իբրև հովիվ ինչ ես, առաջնորդն ես ու հոտիտ, լսե մեզ։ Եվ այս երկու դողերը ուքանը սելու համար, ուրեմն վիճակի մասին է խոսքը, որ ասված չի լսեր արդյոք հարցում, ասված չուզեր լսել արդյոք հարցում, և կամ ասված գուզեր լսել, կամ գլսել, բայց չի պատասխանել, որ նույն այս վիճակի մեջ նաև մենք կգտնվենք հաջող։ Դացության մեջ ենք, նեղության մեջ ենք, դժվարության մեջ ենք, գաղոթենք և գարձեք կմնանք ճիշտ այդ վիճակի մեջ, կգտնվենք այնպիսի այս վիճակի մեջ, որ գուքան գսելու համար, լավ եթե թուն ես մեր հովիվը, ագանչտուր մեզի, եթե թուն ես մեր առաջնորդը, լսեմ ես, այնպես ինչպես ընդհանրապես մեզ երկրավոր կյանքի ընթացքին, ժողովուրդ մնե ամբողջ, որ կգարավարվի ինչով, գարավարիչ մարմնով, անձնախումբով, անիգալլա նախագահ, անիգալլա վարչապետ, անիգալլա գայսություն, անիգալլա թագավորություն, ինչ որ անվանումներ են խորքի մեջ։ Սակայն միտ բանին այն է, որ ամբողջ ժողովուրդը գարաչնորդ թվի, ինչով, անցողը, ղեկավարողը, կամ հանձնախումբողը։ Եվ երբ որ այս ամբողջ ժողովուրդը նեղության և դժվարության մեջ է, որու է որ ցայն գուտա իր առաջնորդին, որու է որ իր աղաղակը, իր աղաչանքը կներկայացնե իր առաջնորդին։ Նույնպես անհավասիկ եթե գսե թուն ես այս ժողովրդին հովիվը, թուն ես այս քու հոդիդ, այս ոչխարներուն առաջնորդը, հետևաբար լսեմ ես, ինչն է պատճառը,
Գամ մենք է որ ունենք այն դրամատրությունը, գամ այն դրամապանությունը, որ դու մեզ չես լսեր, գամ իրոք չես լսեր, եւ գամ գլսես եւ չես ուզեր պատասխանել։ Անորամարան, որպես ավելի հստակ դառնա պատկերը, համեմատություն մգնենք մարգարեական քիրքերու հետ։ Եվ այդ համեմատական հատվածները մենք կգտնենք Երեմիայի մարգարեության մեջ։ Եվ Երեմիայի մարգարեության մեջ քանի մարիկներով Աստված գզգուշացնե մարգարեին եւ գսե այս ժողովրդին համար այլևս աղոտ մի ըներ։ Ես պիտի չլսեմ։ Պիտի չլսեմ գնշանը պիտի չպատասխանեմ։ Գնշանակը պիտի չանդրադառնամ։ Գլսեմ, շատ լավ գլսեմ։ Ամեն մեկ խոսքը որ դու խոսիկ կլսեմ։ Ամեն մեկ աղաչանքը որ գնեք կլսեմ։ Այնպես ինչպես որ լսեց Ելից գրքի մեջ։ Ելից գրքի 3-րդ գլուխը որ կգարտանք ինչ կսե այնտեղ։ Երբ որ Մովսեսը կգանչե, գսե ես լսեցի իմ ժողովրդիս աղաղակը։ Ինչու հոն է որ լսեց։ Միջակ դարիներով այդ ժողովուրդը գաղաղակեր։ Դարիներով այդ ժողովուրդը դարավանքի մեջ էր, հստրության մեջ էր։ Բայց երբ է որ պատասխանեց։ Երբ որ հարմար ժամանակը հասավ պատասխանելու։ Ուրեմն տեսեք քանի մը երեսներ կա որ գմարսի այստեղ։ Երբ է որ գլսե։ Ինչ արի թե որ գլսե։ Ինչու այնպես կդարձենք որ չի լսել, սակայն խորքի մեջ գլսել, բայց չի պատասխանել։ Տեսեք այնպիսի երևույթներ են որ մտածել կտա մեզ։ Եվ փոխանակ մտածել դալու այստեղ ինչ է որ ցույց կտա։ Երբեք դերի չդալու վիճակը։ Ասավ երբևիցե դերի չի տա։ Ասավ երբևիցե չսել, լավ, քանի մենք աղոթեցինք դու չլսեցիր, երկու գիտես ինչ մեր ուղղությունը փոխենք այլևս։ Ընդհանրակը գնմանի ճիշտ այդ այրի գնոջ, որում արագը պատմեց Քրիստոս։ Աղոթեցեք առանց ցանցրանալու։ Ընդհանրակը այդ իմաստով ինչն է որ տեղի ունենա, արիթը մտածելու ինքնակնության։ Ոչ թե մտածելու ասված թե ինչու է որ չլսեր, ինչն է պատճառը որ չի լսեր։ Մենք հաճախ ուկանք այն եզրակացության լսել, ասված չի լսեց, ասված չուզեց լսել, բայց չենք մտածել այն մասին, թե ինչն է պատճառը որ չլսեց։ Ինչն է այդտեղը երևույթը որ չուզել լսել։ Ուրեմն սխալ բան կա որ չի լսել։ Ինչպես որ նաև երեխան իր ծնողքին հետ այդ գաբին, երեխան շատ բաներ դուզե, ծնողքը չի լսել, գլսել։ Ինչու չի պատասխանել։ Եվ այսական փոխանակ երեխան մտածելու, թե ինչու է որ իր ծնողքը չի պատասխաներ, բարձրապես դուքա եզրակացնելու եւ ասելու իմ ծնողքը չուզել լսել, իմ ծնողքը չի լսել։ Առանց սակայն լսելու կամ մտածելու, ինչն է իմ ուզածս, ինչն է իմ խնդրանքս, եւ որքանով այդ խնդրանքս իր գամքին համաձայն, բայց ավարտի իմ բարիքիս համար։ Որտեղ վերջը հստակ պետք է լա մեր մտքի մեջ, որ Աստծո գամքը ուրիշ բան չէ, թե ոչ մեր փառությունը, մեր բարիքը, մեր բարիքն է։ Բայց որովհետև դակավին երեխայի նման ենք, առանց անդրադառնալու թե ինչն է մեր բարիքը։ Առանց անդրադառնալու թե մեր ուզածները որքանով կհամապատասխանեն մեր փառության, մեր բարիքին։ Եվ այդ բարիքը նաև համապատասխանելու Աստծո կամքին։ Որտեղ Քրիստոս հստակորեն գսե, հորս կամքն է, ինչն է հորս կամքը։ Որ ասոնց մեր ոյը մեկը չգործվի։ Հորս կամքը այդ է։ Եվ ես եկած եմ գսե հորս կամքը կատարելու։ Մենք որքանով կանդրադառնանք, որ հորը կամքը ինչ է ինձի համար։ Հորը կամքը ինչ է յուրաքանչյուրիս համար։ Եվ մենք զինք որպես ինչ կճանչնանք ստեղծիչ, կընդունենք զինքը որպես դեր, ասված, ամենակարող, ամենական, բայց նաև որպես հովիվ։ Եվ մանավանդ այդ հովիվ եւ հոդ այդ գապվածությունը պիտի չդարենանք հասկանալ, այնքան ադեմ որ հովիվ չէ։ Հովիվ չէ։ Դավիթ ինքը գրծավ հասկանալ, որտեղ ինքը հովիվ էր։ Դավիթ ինքը գիտեր ինչ է կապը հովիվին եւ հոդին։ Մանավանդ հովիվին համար իր ամբողջ հարստությունն է այդ հոդը, այդ ոչխարների խումբը։ Աստուծո համար նույնպես է։ Իր ամբողջ ունեցածը, եթե կարելի է պատկերացնել այդպես, իր ամբողջ հարստությունը խորքի մեջ մարդ հարարածն է։
Մարդ արարածն է։ Եվ ադոր համար գուքա իրավոտ կթարցյան ներկայացնի։ Գիտե ինչ վիճակները կանցնի։ Բայց առանց սանցրանալու, առանց տեղի տալու ուքա եպես է։ Թուն որ հովիվ ընես, ագանչ տուր, թուն որ առաջնորդ ես այս հովին լսե մեր աղոտքը։ Թուն որ քերոպեներով շրջապատված քո աթորիկ կնստիս, ինքզին կթայտնե Եփրեմին, Բենյամինի եւ Մանասեի ցեղերու թիված։ Թուն հովիվ ես, թուն առաջնորդ ես, բայց միևնույն ժամանակ նաեւ գքիտացի ասավ, որ ասված կնստի քերոպեներով շրջապատված քահին վրա։ Իսկ քերոպեները ինչն են? Այդ նույն հրեշտակաբետներն են, քերոպեներ, սերոպեներ, որոնք խորքի մեջ գուքան նաև հասկացողությունը 5 դագարանի մեջ, երից գրքի մեջ, երբ որ ասված կպատվիրե Մովսեսին, որովհետեւ Մովսես ինչ շինե, վկայության խորանը շինե եւ ուխտի դաբանագը շինե։ Եվ այդ ուխտի դաբանագը ոսկեզոծ ոսկիով պատված մայրի ծարի փայտ է, որում մեջ կային գսե 3 արարգաներ. Սափոր մլեցում մանանան, Ահարոնի ծաղկալ քավազանը եւ դաստապանյա պատվիրաններու քարե դախտակները։ Եվ ասոնց վրա գար գսե գափարիչը։ Եվ այդ գափարիչը նաեւ ուներ գսե սերոպեներու եւ քերոպեներու դեսկով այն հրեշտակաբետներն են, որոնք ունեին գսե Եսեգելի մարգարեության մեջ 6 թևյան։ Երկուքով գտրչեին, երկուքով իրենց թեմքը գծածկեին Աստծո փառքին դիմաց եւ երկուքով իրենց ոտքերը գծածկեին։ Եվ իմիջիալոց այդ գափարիչը քերոպեներով եւ սերոպեներով նաեւ ծանոթ էր որպես ինչ ողորմության դեղը։ Այսինքն երբ որ գուքա եւ գսե թուն որ հովիվ ես, թուն որ առաջնորդ ես, բայց միևնույն ժամանակ քերոպեներով շրջապատված քահին վրա կնստիս, գնշագե հիմա մենք եկած ենք ինչ բանի համար քու ողորմությունը խնդրելու։ Որովհետեւ մենք միայն գրնանք փրկվել քու ողորմությամբ։ Մենք չենք կրնար փրկվել քու արդարացությամբ։ Որովհետեւ ոչ ոք կրնա փրկվել իր արդարացությամբ։ Անորոման ներսե շնորհալի հայրավետը գսե արդարությամբ մի թադերզիս, կտությամբ կավե իմ մեղքերս։ Ոչ ոք կրնա արդարանալ Աստուծո առաջ։ Ոչ ոք կրնա ասել ես անմեղ եմ Աստուծո առաջ։ Որովհետև գսե Աստվածաշունչը բոլորն ան մեղքի տակ ինգան, բոլորն ան մեղավորներ են։ Հետևաբար ով կրնա մեզ փրկել, միայն քո ողորմությունը։ Եվ այդ ողորմությունը մենք ունենալու համար թուն քեզ հայտնե, իբրև ինչ, իբրև ողորմած հայտնե։ Եվ որու է որ հայտնե, Բենյամինի, Եփրեմի, Մանասեի եւ Բենյամինի ցեղերում, որ գնշագե այս անունները որ գուտա, գնշագե քեզի համար ծանոթ են այս մարդիկը։ Ովքեր են իմիջիալոց այս մարդիկը։ Հովսեփի սերունդն է։ Հովսեփ երկու զավակներ ունեցավ։ Եփրեմ եւ Մանասե։ Իսկ Բենյամինը իր եղբայր, գրծեր եղբայրներ։ Հակոբի 12 ցեղերում, 12 զավակներում, որ գնշագե այս ցեղերը Աստծո ծանոթ ցեղեր են։ Որ գնշագե այս ցեղերը Աստծո ցեղն են, Աստծո ժողովուրդն են։ Ասել գուզե այլ խոսքով թուն քու ժողովրդի հայտնե թուն քեզ, բայց հայտնե որպես ինչ, որպես ողորմած։ Թուն որ հովիվ ես, թուն որ առաջնորդ ես, բայց նաև քու ողորմությամբ նայիր այս ժողովրդին։ Որտեղ այս ժողովրդին նրանց մեղքը միտ բանին այդ է ամբողջ այս վերջավորության։ Այս ժողովրդին մեղավորության պատճառով է, որ ինչ որ տեղի ունենա։ Մենք հաճախ ասենք, իմ որ մեղքիս համար, եկեք տեսեք, որ հարցը միայն անհատական չէ, այն նաև հավաքական է։ Մենք չենք գնար այնպես լսել, ինչպես Պողոս Արաքյալ կներկայացնի։ Պողոս Արաքյալ գսե եկեղեցին գնմանի մարդու մարմին, իր զանազան անդամներով։ Եթե մարմնի անդամները մեկը գծավի, մույսները չեն գնար անդարդեր մնալ, մույսները չեն գնար ասել ինձի ինչ։ Այն ընդհակառակը այդ ցավը նաև ամբողջ մարմնին կդարածվի։ Այսօր եթե երբեք աչքս կծավի մարմնի մյուս անդամներս անդրամատիր կդառնան։ Մյուս անդամները չեն գնար ասել ինձի ինչ, ագանսը գսե Պողոս Արաքյան չի գնար ասել ինձի ինչ, անի աչքը ես ագան չեմ։ Այս պատկերացումին տակ նաև այսօր եկեղեցվո վիճակն է։ Այդ պատկերացումին տակ նաև ժողովրդի վիճակն է անցյալին, որ ասավ կխոսին։
ասավ ինձի չի ներկայացրել այնպես որ ինձի ինչ այս ժողովրդին է, ես գապ չունիմ, ճիշտ է, հրյա եմ ցակումով, բայց այս ժողովրդին նրանց մեղքը նաև գաստ է իմ վրաս, իմ վրաս մեղքս նաև գաստ է այս ժողովրդի վրա, մենք չենք գնար այնպես մնել որ, այսինչ անցն է մեղավորը, ինձի ինչ, ինչպես կներկայացնի Պողոս Արաքյալը, գսե մեկ աթամով ամբողջ մեղքը աշխարհ մտա, մեկ աթամով, բայց նաև գսե մեկ աթամով, որ երկրորդ աթամներ, նաև ինչ աշխարհ դարձվեցավ, շնորհքը, դեսեք մեկ անցիմը, ըրազի ինչպես իր աստեցությունը գրնան ունենալ լույսի վրա, մենք հաճախ չենք անդրադառնալ, մենք զպես այնպես մը կներկայացնենք, որպես մաքրամաքուրը, բայց եկեք դեսեք որ այդպես չէ, այդպես չէ իրականությունը, և անորամար է որ քիչ առաջ ինչու կներկայացնենք այդ հավաքականությունը, այդ մերի հասկացողությունը, մեզի հասկացողությունը, մեզ, մենք, մերը, որտեղ յուրաքանչյուրին արարքը գրնա իր ազդեցությունը ունենալ ամփոխին վրա։ Հետևաբար գսե դու քեզ հայտնե, բայց քո ողորմությունը հայտնե այս ցեղերուն, ցեղեր, որոնք դու գանչեցիր, ցեղեր, որոնք դու գանչեցիր քեզի ժողովուրդը լավ, բայց եկուտես որանոնք չպահեցին իրենց այդ հավատարմությունը, այդ հնազանդությունը հանդեպ Աստծո։ Ցույց տուր զորությունդ եւ եկուր փրկե մեզ մեր երկիրը վերադարձուր ով ասված մեզի հանդեպ բարեհաճ եղիր եւ մենք պիտի փրկվենք։ Ցույց տուր քո զորությունդ, այն զորությունը, որ անցյալին ցույց տվիր։ Եվ ցույց տուր քո զորությունդ արդեն կնշանակի անցյալի փորձառության լույսի տակ է որ կխոսի։ Եթե անցյալին այդ փորձառություն ունեցած չլար, պիտի չկարենար ասել ցույց տուր քո զորությունդ։ Որտեղ ուղղակի դու կճանչնաս Աստծո զորությունը ինչ է։ Դու ուղղակի գիտես Աստված ինչպիսի զորություն ունի։ Բայց որովհետև դու գիտես կամ դու ունեիր անցյալի փորձառությունը, անցյալի փորձառությունն է, որ դու քեզի անգամ եւս վերհիշեցնելու, որ Աստված ինչ կրնա անել եղեր։ Եվ գիշեք 78-րդ Սամոս հետ որ գսերդեին ինչ ասինք այնտեղ։ Ինչ ցևով է որ սկսամ մխիթարվի, երբ որ սկսամ անցյալը հիշել, Եվ անցյալի հիշել կնշանակի Աստված ինչեր ըրացել անցյալին այս ժողովրդի կյանքի մեջ։ Իր զորությունը ինչպես ցույց տված էր եգիպտացիներուն դիմաց, ինչպես իրենք ազատագրած էր Եգիպտոսի ստրգութենեն, ինչպես իրենք անցուցած էր Գարմիր ծովեն, ինչպես իրենք առաջնորդած էր անաբադային թափառումներու ընթացքին, եւ ինչպես իրենք առաջնորդած էր միջև խոստացված երկիր, այս զորությունը մենք տեսանք։ Հետևաբար հիմա ալ ցույց տուր այդ զորությունը։ Ինչու չես լսել մեզ։ Ինչ պատահեց։ Քիչ մեկը գիտեսե ինչն է պատճառը, որ չես լսել մեր աղոթքը։ Ինչն է պատճառը, որ չես պատասխանել մեր աղոթքերուն։ Բայց հիմա սկիզբը կներկայացնի այնպես որպես խնդրանքի, որ ցույց տուր քո այդ զորությունդ։ Ու մանավանդ մեզի հանդեպ քիչ մը բարեհաճ եղիր։ Եվ ամեն ինչ պիտի փոխվի։ Աստծո բարեհաճությունը ավելի բար ժողովրդային փաստաթղթությամբ Աստծո ժպիտը գարձեք, ժպիտ մը բան, որտեղ հիմա փարգացած է ասած։ Բայց այդ փոքր ժպիտը կհավատա ասավ, որ ամբողջ գերբարանափոխում տեղի ունենա։ Եվ այդ փոքր ժպիտը, այդ բարեհաճությունը ինչ պիտի նե, մեզ պիտի բրգե։ Գնշարակե պիտի արիթ դա մեզի անգամ եւս փրկվելու։ Անորամարեው քիչ առաջացի ինքը չի հուսահատած։ Դժվարին վիճակներում մեջով կանցնի իբրև ժողովուրդ, բայց ինքը որպես աղոթասացը, աղոթ ներկայացնողը, խնդրանք ներկայացնողը, երբևից է դերի չէ դված, չէ հուսադածը սելու համար շատ աղոթեցինք, չէ այլևս չարժեր, եկեք ուրիշ բանի մասին մտածենք, ընդհակառակ ինքը շարունակե մինչև վերջը սելու համար դուր ցույց տուր այդ զորքը, որտեղ գիտենք ինչ զորություն ունի։ Գիտենք ինչեր ըրացես մեր ժողովրդի կյանքի մեջ։ Եվ ադիգա եւ վկայություն է, եւ խոստովանություն է։ Եվ այդ վկայության եւ այդ խոստովանության լույսի տակ անգամ եւս խնդրանք է։ Դուր ցույց մեզի քո այդ զորությունը, եկուր փրկե մեզ, եկուր փրկե։ Եվ եթե բարեհաճեցար, պիտի փրկվենք։ Տեսեք վստահություն ունի մեջը։ Եթե բարեհաճեցար,
Եվ թուն դված ես այդ խոստումը, մենք պիտի բրգվինք։ Ով դեր ամենակալ Աստված, թեր մինչև երբ բարգությունը պիտի ծխա։ Եսեք գիտեինք ինչ է վիճակը։ Աստված բարգացած է։ Եվ գսե մինչև երբ պիտի այդ բարգությունը ծխա, մուխի նման է, կարծեք գրակ մնե, իր ձուխը ունի։ Բարգության արտահայտությունն է, բարգության այս պատկերացումն է, ներկայացումն է։ Եվ պիտի մերժես ժողովրդի աղոթքները։ Տեսեք, բերը գսեր ականջ տուր լսե, հոս խորքի մեջ եւ գլսե, բայց գմերժե, սեն համար պիտի չպատասխանեմ անոնց աղոթներում։ Բայց ուկա եւ կարծեմ մինչև երբ է որ պիտի մերժես մեր աղոթները, ժողովրդի աղոթները։ Թե մինչև երբ արցունքով պիտի ուտենք մեր հացը եւ արցունքը պիտի լա մեր ամբողջ խմելիքը։ Այլ խոսքով կնշանակի իրենք ուրախ վիճակի մեջ չեն։ Թարմության, սուքի, դարաբանքի, նեղության, ինչպես հաջող գսվի չէ, այն հացը որ ուտենք, կարծեք այսպես լեղի է։ Կարծեք այսպես հաջույք չկա այդ ուտելիքը կա, հացը կա, բայց արցունքով խառնված է։ Եվ այդ արցունքը արտահայտություն է ողբի, սուքի, դրտմության, նեղության, հալածանքի։ Եվ մեր այդ ուտելիքը կարծեք այդ վիճակով խառնված է։ Եվ մեր արցունքն է, այլևս նայած ինչի արցունք է։ Ցավի արցունք է, նեղության արցունք է, կամ զղջումի եւ խոստովանության արցունք է։ Որտեղ դարբեր տեսակի արցունքներ կան, ուրախության արցունքը կա, նեղության դժբախտության արցունքը կա, զղջումի ապաշխարության արցունքը կա։ Մենք այսօր հաջող գուլանք, գսկանք, բայց գախում ունի ինչ արցունք է որ գարդապերենք, դուրս կբերենք։ Ուրախության, դխության, սուքի, ապաշխարության, զղջումի։ Եվ դա բարգսե նաև մեր խմելիքը, մեր ըմբելիքը, ուտելիքը, ամբողջ միախառնված է մեր ողբին, մեր սուքին, մեր ցավին։ Ինչու թույլ գուտաս, որ թրացի ազգերը գրվախնցոր դարձնեն մեր երկիրը։ Եվ մեր թշնամիները մեր վրա խնդան։ Մանավանդ ոչ թե միայն խնդան, ասկի առաջադեսանք, Սամոսի մճամփով դակավին դիտեսեն, ուր է ասոնց Աստվածը, ուր է։ Աստված այսքան գհբարդանային ասելով մենք Եհովան ունենք, մենք Աստված ունենք, մենք այս ունենք, մենք այդ ունենք, ուր է գսեց երա Աստված։ Եվ ահավասի կսկսած են, ես ինչն է, արհամարել, ձիզաղին մեր վրա, խնդար, ուրախություն, իրենց համար ուրախություն է անոնց բարդությունը։ Թշնամիին համար ուրախություն է Իսրայելի ժողովրդի բարդությունը։ Որտեղ անոն նաև ինչ ցույց կտային անցյալին, որ խորքի մեջ ովքեր են պատերազմողները, աստվածները իրենք։ Եգիպտոսի բարակային ինչ աստված ուզեց ցույց տալ այդ նշաններով, այդ հրաշքներով, որ Եգիպտոսի չաստվածությունները ոչինչ չեն։ Այդ քուրմերը, այդ մոքերը, իրենց այդ գախարտություններով ինչ ուզեց ցույց տալ Աստված, որ անոնք ոչինչ չեն։ Նեղոս եթե ցեզի համար աստվածություն մներ, փերիություն մներ այդ անապատի մեջ, հավասիկ արյունի կվերաչվի։ Փերքը որ թուգունիկ մարախները գուքան եւ գտալանեն, ուր է ցեր այդ աստվածությունները։ Աստված ուզեց ադոր ցույց տալ իր զորությունը, որովհետեւ մարդ արարածը անդրադառնա գիտակցի, թե ով է ճշմարիտ Աստվածը։ Եվ հավասիկ այդ նույնին դա կուքա եւ ինչ կսե, ինչու թույլ դվիր, որ թրացի ազգերը մեր վրա արցագին մեզ գոտորեն եւ նաեւ մեր վրա խնդան։ Եվ տեսեք, այս արտահայտությունը ուկա ասելու համար, թե անոն խորքի մեջ պիտի չգարենային կալ մեր վրա, եթե թուն թույլ չդայիր։ Գնեշա Աստծո գիտությամբ կլա ամեն ինչ։ Թշնամին ինքը գարձե, թե ինքը ծրագրե, որպեսի հարցագի։ Բայց եկուտես, որ Աստված ինքը կթույլատրե, որպեսի թշնամիին ծրագիրը համապատասխան է Աստծո ծրագիր նպատակին։ Կսե ինչու հարդ ունես է դու, ինչու թույլ տվիր, որ թշնամի մեր վրա կա։ Որտեղ ասկարաչ գիտենք մենք, դեսանք մենք, լսեցինք մենք, թե ինչպես երբ որ մտանք խոստացված երկիր եւ պիտի պատմի այդ պատմությունը պիտի պատմի։ Թե ինչպես մեր արջևեն վտարեցիր այդ բոլորը։ Այն խոստացված երկիրը որ մտանք այնտեղ գային ազգեր, ուրիշ ցեղեր կային, ուրիշ մարդիկ կային։ Եվ այդ բոլորը թուն գոտորեցիր։ Մենք պատերազմեցանք, թուն մեզ օգնեցիր, որպես այդ բոլորը վտարվին։
Ուրեմն կնշանի քու զորությունը դե որ մեզ պաշտպանեց, քու զորությունը դե որ մեզ այդ հաղթանակը տվավ։ Իսկ հիմա որ կտեսնենք, որ թշնամի մեր վրա կհարցակի, շատ որոշ է, որ թույլ տվիր, թուն արդոնեցիր։ Եվ հիմա պիտի հարցնենք հետևյալ հարցումը. ինչպես կրնալ որ Աստված ինքը արդոնե։ Որտեղ Աստվածաշունչը գսե առանց Աստծո կամքին արդոնության ոչ իսկ դերեր մը գրնա շարժի։ Ուրեմն ամեն ինչ Աստծո կամքին եւ թույլտվության հետ կապված է։ Եվ եթե դեսեք Աստված գրնա թույլ տալ որ չարը ինքը գործե, այո։ Այո։ Ինչու՞։ Որպես անոր թաստիարակ է։ Այն ժողովուրդը, որ խոսք մտիկ ընեն չի գիտեր։ Թաստիարակության մեկ կերպն է։ Եվ հիմա դեսեք ուրիշ կերպ չկա թաստիարակելու ժողովուրդը։ Սե ոչ։ Հրապարի մեջ գեղեցիկ արտահայտություն մգա, որ դեսե, որ ոչ լվիցե փանիվ, լվիցե քանիվ։ Գենշանագե, ով որ խոսքով մտիկ ընել չի գիտեր, քավազանով մտիկ գնե։ Որ ոչ լվիցե փանիվ, լվիցե քանիվ, կանակ, քազազա։ Նույնպես էլ երբ որ ժողովուրդը ամբողջ խոսքով մտիկ ընել չի գիտեր, որոնց համար դարձյալ Աստվածաշունչը գսե, խոսք մտիկ ընելը խոյերու ջարբեն աղեկ է, որ ասել գուզե իմաստը այն է, ինձի զոհ մի ընձայեք, խոյերու ջարբը այն զոհն էր, որ ժողովուրդը Աստուծո գնձայեր։ Գսե ինձի զոհ մի ընձայեք, իմ խոսքս մտի գրեք, իմ բադվիրաններս գործադրեցեք, ինձի զոհ մի ընձայեք, ինձի խոյի, քարնուվի, ասինչի, գամադինչի միսը մի զոհեք, խոսք մտի գրեք, ինչպես որ ծնողները գսեն իրենց զավակներուն, ինձի նվեր մի արնե, տարետարցիս, ասինչի, գամադինչի դոնական օրերուն, իմ խոսքս մտի գրեք։ Եվ համասիկ է որ Աստված գթույլադրե, որ թշնամին հարցակի, ինչու, որպեսզի անով անդրադարձ ունենա Աստծո ժողովուրդը, գիտակցության հրավիրի Աստծո ժողովուրդը, թե ինչ բան է ուղե հոս հասար, ինչն էր պատճառը։ Որտեղ գսե թուն է, որ մեզ ինչ ուրիր, որդադունգի մը նման փերիր եւ դնգեցիր հոն ուր որ չէինք մենք խորքի մեջ։ Եվ գսե մեզ երգիր վերադարձուր ամենագալ Աստված, մեզի անթեպ բարեհաճ եղիր եւ մենք պիտի բրգվենք երկրորդ անգամը լալով գսե։ Մեզ յետ երգիր վերադարձուր։ Ուրեմն կնշանակե թափարական վիճակի մեջ է։ Ուրիշ դերեր դարացված է, ծիրուցան եղած է։ Մեզ յետ երգիր վերադարձուր, ամենագալ Աստված, մեզի անթեպ բարեհաճ եղիր եւ պիտի բրգվենք։ Եգիպտոսեն հանեցիր, Քանանու երկիրը փերիր, որդադունգդ, փնիկ ասկերը վտարեցիր այնտեղեն եւ անոնց տեղ զայն դնգեցիր, դեղ պատրաստեցիր եւ զայն այնտեղ արմատացուցիր եւ անիկա ամբողջ երկիրը լեցուց։ Եվ այս որդադունգի հասկացողությունը նաեւ Քրիստոս գոպտակորձել, գսե ես եմ որդը, թուգեք ինչը, ջուղերը, որ կնշանակե որդադունգ, մենք քու որդադունգ գտենք եւ մեզ արիր հանեցիր Եգիպտոսեն, Կանանու երկիր փերիր եւ ոն դնգեցիր, ոչ թե միայն դնգեցիր, այլ արմատացուցիր։ Եվ այնտեղեն նաև ինչ սկսան գլալու, ամբողջ երկիրը լեցնելու, դարածվելու, գնշանակե մեզի շնորհքը տվիր դարածվելու, մեզի շնորհքը տվիր մեծնալու։ Բայց հետո ինչ։ Լերները անոր շուքին տակ ծածկվեցան, որու շուքին տակ, որդադունգին, անոր հովանիին տակ, լերներ նիսկ, անոր հովանիին տակ, մայրի ծարեր նիսկ, անոր ոստերով ծածկվեցան։ Անիկա իր ջուղերը դարածեց մինչև ձով իր փոփոչները մինչև կետ։ Արտահայտություն մգա, որ եթե լսեցիք վերջերս կսեին From the river to the sea, from the river to the sea, կեդեն մինչև ձով, ձովը միջեգրական ձովն է, կեդը հորթանան կեդն է, դագավին չաշված մինչև եփրատ կեդը։ Այդ հասկացողության լույսի տակ է, որ գտե, թե ինչպիսի շնորներով, օրդություններով լեցուցիր այս ժողովուրդը։ Բայց այս ժողովուրդը այդ օրդությունները վերածեց ուրիշ բանի։ Եվ ինչն են այդ բոլորը։ Ինչու անոր ցանկաբադերը փլցուցիր,
Թույլ տալով ջամփային ամեն անցնող բրցնե անոր ողբույզներեն, վայրի խոզեր աբերեն, վայրի քազաներ անոր մեջ արածին, ով Աստված ամենակալ գաղաչենք վերաթարցիր, նայե երկինքեն դես վիճակը որդադունգից, օգնության հասիր այս որդադունգին քու աչովը դնգեցիր, մադրաշ դունգին որդուն ինքդ զորացուցիր, անոնք որոնք զայն գդրեցին գրագով այրեցին, թող քու ներկայությամբ հանդիմանվին գործվին, իսկ ու ժողովուրդիդ վրայեն ամբագա սրեք ու բաշպան ցերկդ, աչովդ պահպանեք ու ժողովուրդդ, որդուն ինքդ զորացուցիր, հիմա գուկա հարցը, եւ մենք այլևս քեզ մե պիտի չհեռանանք, այս է պատճառը, մենք քեզ մե հեռացանք, ինչու չլսեց Աստված, որը մենք քեզ մե հեռացանք, ինչու չլսեր Աստված, որը մենք քեզ մե հեռացանք, ինչու թույլ տվավ, որ վայրի խոզեր, ջամփեն անցնողները, ողբույզները փրցնեն, ջուղերը կդրվեն այրեն, որտեղ մենք քեզ մե հեռացանք, եւ գխոստանանք, այլևս քեզ մե չհեռանալու, եւ մենք բահեմեզ եւ մենք միայն քեզ պիտի պաշտենք, ոչ թե միայն քեզ մե հեռացանք, այլ նաեւ ուրիշ աստվածները սկսանք պաշտել։ Տեսակ մեղքի ինչ է, Աստծուց մե հեռանալ, ուրիշ աստվածներու ետևել երթալ։ Եվ այն վտանգն է, որ մինչև այսօր կա, այն երևույթն է, որ մինչև այսօր կա, առանց անդրադառնալու սակայն, որ մեղքիս համար։ Բայց եթե բաղմը այսպես առանցնության մեջ, կդրվելով առօրյայեն, բաղմը մտածենք, պիտի տեսնենք, ինչ ու առիթներով Աստծուց մե հեռանալու վիճակները ինչ են։ Եվ ամենալավ թվացող, լավ վիճակներ երևցող երևույթներ նիսկ կրնան պատճառ լավ, որ մենք Աստծուց մե հեռանանք։ Բայց առանց անդրադառնալու, որ անոնք կրնան մեզ հեռացնել Աստծուց մե, այո։ Գործի աջողությունը, այո։ Փառքաղաչ վիճակը, այո։ Փառոր կյանքը, այո, հանգիստ կյանքը շատ ավելի մեզ կրնան հեռացնել Աստծուց մե, գամա թե ագամա, գիտակցաբար, գաման գիտակցաբար, եւ հանգարց օր մնալ առավոտ մը կարդանանք, որ արդեն ուր ենք հասած, եւ հետո հանգարց եթե երբեք հարվածը սկսի գալու, սկսենք մտածելու թե արդյոք որ մեր մեղքին համար այս հարվածը եկավ։ Բայց դու մի սեր, որ այդ հարվածը եկավ, մեզ ըսկաստացնելու, մեզ արթնցնելու, որպես մենք անդրադառնանք եւ ասենք, գիտես ինչ, մենք ես մե հեռացանք։ Եվ այսօր մեր գլխուն եկածները, մեր գլխուն ասելով, բոլորս մեջն ենք, նույն նավու մեջն ենք, նույն նավու մեջն ենք, եւ մեր գլխուն եկածները ուրիշ բան չեն, եթե ոչ մեր Աստծուց մե հեռացումը։ Երբևիցե չսենք, մենք չենք որ Աստծուց մե հեռացանք, մյուսները հեռացան, մյուսները կամ մենք կապ չունի։ Քիչ առաջ անոր համար է որ գսեի, իմ մեղքս գրնա իր ազդեցություն ունենալ սեր վրա, յուրաքանչյուրիս ըրածները գրնան իր ազդեցություն ունենալ ամփոխին ժողովրդին բնակչության վրա, ազգի վրա, որուն համար է, որ աղավասի Ասաֆն է, Երեմյանն է, Թանյենն է, ովքեր որոնք կան, որոնք իրենց աղոտքը կպարսրացնեն, ազգիմը վերագանքնումին համար, ազգիմը փրկության համար, այնտեղ ցույց կտան, որ մեր մեղքն է, ուրիշի մեղքը չէ։ Որ գնշային մի նստելով մեղադրել ուրիշը, այլ ընդհակառակ այս բոլորի մեջ տես նաև իմ թերս, յուրաքանչյուր ինք, բայց առանց գդրվելով ամփոխեն, որտեղ մասնիկն ենք ամփոխին, մասնիկն ենք այս ժողովրդին։ Առանցին գրսիացած չենք ապրի, մենք ապրենք այս ընկերության մեջ։ Առավել ևս մանավանդ, երբ որ Քրիստոս ինք աղոթեց, որ պահվի եկեղեցին այս երկրի վրա, եւ ոչ թե զիրենք հանես երկրին, այլ պահես չարեն, զիրենք պահե երկրի վրա, որովհետև ընելիք ունենք,
Գոչուն մտվավ յուրաքանչյուրին, որպես մեկ մարմին եկեղեցի։ Դառնալու համար լույսը եւ աղը։ Եվ եթե երբեք գգարտանք գվերհիշենք հայրություն ովանու քրկի այդ 7 նամակներ ուղղված 7 եկեղեցիներում, այնտեղ հստակ որ ցույց կտա եկեղեցու վիճակը։ Մտածեք սե ուղղե հոս հասար։ Եվ ինչու հոս հասար։ Այսօր կսերվենք Եփեսոսի եկեղեցին եւ Եփեսոսի ուղղված նամակը։ Որտեղ կուսերը պակսած է ինձի հանդեպ։ Վերադարձիր այդ առաջին սիրույթ։ Մենք այսօր նվազ կսիրենք Քրիստոսը։ Մենք այսօր նվազ կսիրենք Աստված։ Այսօր շատ ավելի կսիրենք մեր եսը։ Եվ սա արդեն ցույց կտա, որ մենք հեռացած ենք Աստծուց մեզ։ Եվ երբ որ հեռացած ենք, ուրիշ բան չսպասվիր։ Ոչ իբրև պատիժ դարձյալ գնշե Աստվածաշունչը։ Ասիկա պատիժ չէ։ Ընդհանրապես ասի փարիք է։ Անդրադարձի գիտակցության վերադառնալու Աստծուն, որովհետեւ մեզ բահած ըլլա քալիք պատիժը։ Քալիք Թադաստանը, որ ավելի ծանրն է, ավելի ահավորն է։ Անհրաժեշտ սիրածները խորքի մեջ արիթ են անդրադարձի գիտակցության, վերլուծելու, ինքնաջանաչումի, ինքնագիտակցության։ Թե ինչու Աստված թույլատրեց։ Ինչ լավ իբրև որդադուն արավ, կերավ, դնգեց, զորացուց, արմատացուց, ընդարձակեց։ Հանկարծ ինչ պատահեցավ, որ թույլատրեց, ճամփեն անցնողները ողբույզները քաղեն, վայրի խոսերը մտնեն, եւ արտահայտություններ են հեթանոսության, արտահայտություններ են վայրակության, արտահայտություններ են չարին, չարիքին։ Եվ հոս է որ սկսեցին մտածելու, եւ երբեք մեր միտքը չի գտնար հաշտվին այն իրականության հետ, թե ինչպես կրնալ Աստված, արդոնե, որ այս բոլորը պատահին, գարդոնե, որբեսի մեր բարիքին համար մենք անդրադառնանք, մենք սկսանանք արթնանք, այն թմփիրեն, այն քնացած վիճակեն, որում մեջն է մարդկությունը այսօր։ Եվ ավասիկ կսե կու կահիտ, որ փասմած է սկերոպեներով շրջապատված, որ ողորմությանդ կահն է, հոնգեք ու ողորմություն կխնդրենք, բայց նաև կխոստանանք, որ քեզ մենք չհերանանք, այն նաև քեզ պաշտի։ Նորեն խնդրելով, մեզ մեր երկիրը վերադարձուր, դեր ամենակալ Աստված, մեզի անտեպ բարի հաջերիր, եւ մենք պիտի բրգենք։ Աղոթենք։ Բահավան ամեն այնի Քրիստոս, աչքո հովանի միցի վերամեր, իդրե եւ իքիշերի, ինստի վիդան իքնալ իչանաբար, իննչել եւ իհարնել զիմի երբեք սասանիցած, եւ ողորմյա քո արարածոց եւ մեզ բազմամեղացս։ Ամեն։